Ողջույն, Ռոբերտ Քոչյանի գրասենյակի ղեկավարը էլի գնացել է TV5-ի տաղավար և Հանրապետական կուսակցության ու Սերժ Սարգսյանի մասին փորձել հերթական ստերի դոզան սփռել։ Հիշեցնեմ, որ վերջին անգամ այդ անձնավորությունը հայտնվել էր TV5-ի տաղավարում Ռոբերտ Քոչյանի ասուլիսից հետո, փորձելով պարզաբանումներ, հստակեցումներ, ճշգրտումներ տալ Ռոբերտ Քոչյանի խոսքերի վերաբերյալ, բնականաբար էլի Հանրապետական կուսակցության մասին ստեր հորինելով։ Կարծում էի, որ այս անգամվա հարցազրույցը ավելի լավ է ստացվել, առնվազն չկար ուղիղ եթեր, հարցերը ֆիլտրված էին, հարցազրույցը մոնտաժված, պատասխանները գրված, բայց փաստորեն էլի պարզաբանելու բաներ էր մնացել, որի արդյունքում TV5-ի տաղավարում էլի ստերով փորձում էին քողարկել շատ իրականություններ։ Ես էլ ինչպես նախորդ անգամ, այս անգամ էլ Ռոբերտ Քոչյանի հրապարակային մտքերին անդրադառնում եմ միայն այն բանից հետո, երբ իր գրասենյակի ղեկավարը TV5-ի տաղավարում էլի նիկոլականությամբ է զբաղվել, մանիպուլացնելով 7 տարիներին կատարվածը, ինչու՞ չէ նաև դրանից առաջ տեղի ունեցած որոշ իրադարձություններ։ Իսկ իրականությունը 2 ժամ տևած մոնտաժված հարցազրույցի մասին հետևյալն է, ոչ մի բառ Արցախի խնդրի, արցախահայերի պրոբլեմների, իրավունքների մասին, կարծես դա չէր մտահոգում բանախոսին ընդհանրապես, իր հետաքրքրությունների տիրույթից էլ դուրս էր, և այո, վերահաստատում եմ, որ Հայաստանի բանտում նստելը հերոսություն չէ, հերոսությունը սեփական ժողովրդի փրկությունը կամ գաղթի ճանապարհը բացելու համար գոնե թե Բաքվի բանտում գիտակցաբար հայտնվելն է։ Ընդ որում Ռոբերտ Քոչյանը Բաքվի բանտում հայտնված հայերի մասին էլ չխոսեց, իրենց ճակատագրի վերաբերյալ էլ հետաքրքրություն չցուցաբերեց։ 2 տարի է լռել է թե Արցախի շրջափակման ընթացքում և թե այդ ողջ գաղթի ճանապարհին։ Կարծես էլի հետաքրքրություններ չի ունեցել այդ հարցի վերաբերյալ, բայց իրենք շատ են սիրում ասել, չէ՞, որ ամենաուժեղ խմբակցությունն են, ամենաուժեղ ընդդիմադիր ուժն են և այդ ուժի լիդերը 2 տարի ասելու ոչինչ չուներ, թե այն ժամանակ 2026 թվականի ընտրությունները դեռ շատ հեռու են, այն ժամանակ 2023 թվականն էր իր պրոբլեմներով, խնդիրներով, հիմա արդեն ակտիվության իմիտացիա անելու ճիշտ ժամանակն է, հերթական կամ արտահերթ ընտրություններից առաջ։ Ռոբերտ Քոչյանն ասում է, ազգային ժողովում սրացումներ, լարումներ նոր են սկսվել և դա պայմանավորում է հերթական կամ արտահերթ ընտրությունների հնարավորությամբ։ Ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչյանին մինչ այժմ չի հետաքրքրել նաև ազգային ժողովում տեղի ունեցողը, որովհետև եթե հետաքրքրեր, ապա ակնհայտ էր և հնարավոր էր տեսնել, թե ընդդիմադիր պատգամավորները ինչ վերաբերմունքի են արժանանում կամ ինչ վարքագիծ ունեն ընդդիմադիր շատ պատգամավորներ, ինչպիսի լարումներ և անհանգստություն է եղել 2023 թվականի օրերին, երբ հայաթափվում էր Արցախը, ինչպես է եղել 2021 թվականի այս գումարման ազգային ժողովի ձևավորման առաջին իսկ վայրկյանից։ Այդ ժամանակ երևի Ռոբերտ Քոչյանի ընտանիքի անդամներից որևէ մեկը ազգային ժողովում չլինելու փաստով իրենց այդքան էլ չի հետաքրքրել այնտեղ տեղի ունեցող իրադարձությունները։ Ազգային ժողովում տեղի ունեցողի համատեքստում կարևոր է նաև ֆիքսել այն հանգամանքը, թե արդյոք Ռոբերտ Քոչյանի համար ընկալելի է այն փաստը, որ իր ընտանիքի անդամներից մեկը հրապարակային տեղեկատվության համաձայն պայմանավորվել է ՔՊ ուսապարկերի հետ, որպեսզի վերջիններս չթիրախավորեն իր երեխաներին և ընտանիքին, ըստ էության թքած ունենալով պայքարի մեջ գտնվող այլ անձանց ընտանիքի անդամների և երեխաների թիրախավորման վրա։ Բագրատ Միկոյանի ընկալմամբ, Բագրատ Միկոյանի աշխարհընկալման մեջ այս պայմանավորվածությունը տեղավորվում է, լավ պայմանավորվածություն է սա։ Եվ երևի պայմանավորվածություններից ամենակարևորն այն է, որ միգուցե Ռոբերտ Քոչյանը պայմանավորվել է Նիկոլի հետ, այլևս Նիկոլին երբեք դավաճան չասել և պայմանավորվածությունն արդեն մի քանի հրապարակային ելույթների ընթացքում տևական ժամանակ է պահում է։
Կարող է այս պայմանավորվածությունն էլ կա, որ ընտանիքի անդամներից որևէ մեկը չի բանտարկվում, իսկ Նիկոլին էլ չեն ասում դավաճան։ Ձեր կողմից արդեն իսկ բացահայտված, որ դուք եք հորինել այդ թեզը, չգիտես ինչու մերժում էին Սերժ Սարգսյանին, բայց նստում էր Ռոբերտ Քոչարյանը։ Իսկ միգուցե դուք 2018-ին լրիվ այլ կերպ էիք պլանավորել, ասենք օրինակ մերժեիք էլ եւ նստացնեիք էլ Սերժ Սարգսյանին։ Հիմա ընկել եք ձեր փորած փոսը ու դա ձեզ այնքան հանգիստ չի տալիս, որ 7 տարի շարունակ խոսում եք նույն բանի մասին։ Ես անկեղծորեն չեմ կարողանում հասկանալ Ռոբերտ Քոչարյանի սերը առ 2018 թվականի իրադարձությունները եւ դրանց մասին խոսելը։ Իմ կարծիքով ինքը պիտի դրանց մասին ընդհանրապես շահագրգռված չլներ խոսելու, որովհետեւ ոգևորվել է Նիկոլով, հաղթանակ է բնութագրել իշխանության զավթումը եւ պետության զավթումը Նիկոլի կողմից։ Այնքան է ոգևորվել, որ ոչ միայն, ասենք, ընտանիքի անդամների հետ է կիսվել, ընտանիքի անդամները սկսել են հրապարակով մենակ տուն գնալ, այլ նաեւ գրքի մեջ է անմահացրել այդ ոգևորությունը, մի անձի իբր հաղթանակը, պետության զավթման ոգևորությունը Ռոբերտ Քոչարյանը անմահացրել է իր գրքում։ Հիմա անդադար դրանից խոսելու իմաստը ո՞րն է։ Իսկ այն հիշատակումը, որ զանգահարել է Սերժ Սարգսյանին, իսկ Սերժ Սարգսյանն իբր վստահեցրել, որ ամեն ինչ կոնտրոլի տակ է, ինձ մոտ մի այսպիսի պատկեր է նշմարվում, իսկ կարող է Սերժ Սարգսյանն ասել է, որ ամեն ինչ կոնտրոլի տակ է եւ դրանից հետո է Ռոբերտ Քոչարյանը իր ընտանիքին, մերձավորներին ուղարկել հրապարակ, ամեն ինչ անի, որ ամեն ինչ կոնտրոլից դուրս գա։ Եվ շատ կարևոր հստակեցում է պետք անել այդ զանգից առաջ, թե զանգից հետո են Քոչարյանի շրջապատը հայտնվել Հանրապետության հրապարակում եւ Երևանի փողոցներում։ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը նաեւ շատ է սիրում քննարկել Նիկոլը ճիշտ էր նախադասությունը, իհարկե աղավաղելով այն, ինչ որ անիմաստ ենթատեքստեր դնելով, այս 7 տարի է ձևացնում են, իբր չեն հասկացել, թե ինչի մասին էր խոսքը, բայց քանի որ դուք շարունակում եք ձևացնել, այդ դեպքում ես շատ ուղիղ եւ անկեղծ կասեմ, թե ինչի մասին կարող էր լինել այդ նախադասությունը։ Միգուցե այդ նախադասությունը նրա մասին էր, որ 2018 թվականի այդ ողջ իրադարձությունների ընթացքում չնայած անհերքելի ապացույցներին, Սերժ Սարգսյանը չէր կարողանում հավատալ, որ Քոչարյանը եւ Քոչարյանի մերձավորներն ու շրջապատն էին մերժիր ակցիայի հովանավորները, փողոց լցնողները, հրապարակով տուն գնացողները, չէր կարողանում փաստորեն հավատալ։ Իսկ միգուցե այդ նախադասությունը հնչում է այս տարբերակում, որ Նիկոլը ճիշտ էր եւ Քոչարյանը շատ է ոգևորվել պետության զավթման փաստով։ Սա էլ իր հերոսական դրվագներից մեկը կարող եք համարել։ Նախագահ Սերժ Սարգսյանը հորդորել էր հանգիստ թողնել Ռոբերտ Քոչարյանին, բայց ակնհայտ է, որ վերջինիս մերձավորները, շրջապատը հանգիստ մնալ չեն ուզում եւ գրասենյակի ղեկավարի հարցազրույցը դրա վառ ապացույցն է։ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցն էլ, իր գրասենյակի ղեկավարի հարցազրույցն էլ ինձ մոտ առկա հիմնավոր կասկածները փարատել են այն աստիճան, որ դրանք այլևս պետք է բարձրաձայնել։ Ռոբերտ Քոչարյանը վախենում է պայքարել Նիկոլի դեմ։ Ռոբերտ Քոչարյանը վախենում է Նիկոլին ասել դավաճան։ Այդ դրա համար հանձնարարել է պայքարի ուղեծիրը շեղել դեպի Սերժ Սարգսյան։ Ամեն գնով ստեր կհորինեն Սերժ Սարգսյանի մասին, մանիպուլյացիաներ կանեն հանրապետական կուսակցության մասին եւ իրադարձությունների վերաբերյալ, միայն թե չհիշատակեն Նիկոլի անունը։ Բանը հասել է նրան, որ փոխարենը Ռոբերտ Քոչարյանն ասի, որ Նիկոլն է պայմանավորված եւ դավադիր պատերազմում հանձնել Արցախը, ասում է, որ Հայաստանն է հրահրել պատերազմը։ Անգամ մարտի 1-ի վերաբերյալ խոսույթում Ռոբերտ Քոչարյանը կաշկանդված է այն աստիճան, որ չի կարողանում ասել, որ այդ ամենը արել է Նիկոլը, ինքը դրա համար դատապարտվել է եւ այդ դատավճիռը եղել է արդարացի։ Խուսափում են նաեւ կասկածի տակ դնել Նիկոլի իրականացրած որևէ գործողություն եւ դրա օրինականությունը։ Այ օրինակ ընտրությունների վերաբերյալ պարբերաբար հիշատակում են, որ Հայաստանի քաղաքացիները 26 թվականին կգնան, ընտրությունների կմասնակցեն եւ կասեն իրենց խոսքը։
Տպավորությունը, որ ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ էլ իր գրասենյակի ղեկավարը ուղղակի տեղյակ չեն նրա մասին, որ Հայաստան դաշինքը 2021 թվականին Սահմանադրական դատարանում բողոքարկել է ընտրությունների արդյունքները, այսինքն չի ընդունել Նիկոլի կազմակերպած ընտրությունների արդյունքները։ Արդարացիորեն բազմաթիվ խախտումների, կեղծիքների մասին է ահազանգել, ըստ էության ապացուցելով, որ դրանք եղել են ոչ թափանցիկ ընտրություններ, որ դրանք եղել են ոչ արդար եւ ազատ ընտրություններ։ Այդ ինչ վստահության ավանս է Ռոբերտ Քոչարյանը տալիս Նիկոլին։ Այսինքն տպավորությունը, որ 26 թվականին ինչպես գնան Հայաստանի քաղաքացիները քվեարկեն, Նիկոլը այդպիսի արդյունքներ պահելու է։ Այս ինչի է Ռոբերտ Քոչարյանն այսքան վստահում Նիկոլին եւ Նիկոլի կազմակերպած որևէ process-ի։ Քանի որ սկսել ենք խոսել, նաև ավելորդել չի լինի մի քանի ընդհանրությունների մասին բարձրաձայնել, որոնք պարզ են դարձել վերջին 2 հարցազրույցներից հետո։ Փաստորեն Ռոբերտ Քոչարյանի խոսքերով էլ փաստվեց, որ մեկ Նիկոլն է մինչև իշխանության զավթումը հայտարարել, որ կարմիր գծերն ու արագաչափերը վատ են, մեկ Ռոբերտ Քոչարյանն է հայտարարել։ Վերջի ավելի թարմ օրինակ, մեկ Էդմոն Մարուքյանը, Նիկոլի հատուկ հանձնարարություններ կատարողն է, մտածում, որ Նիկոլի անվստահության գործընթացը ուղղված է Ռոբերտ Քոչարյանի դեմ, մեկ էլ տառացի նույն միտքը կրկնում է Ռոբերտ Քոչարյանը։ Կսպասեք այսպիսի սինխրոնիզացիա մտքերի Նիկոլի, Ռոբերտ Քոչարյանի եւ Նիկոլի հատուկ հանձնարարություններ կատարողի միջև։ Ու կարծում եմ նաև, որ Քոչարյանի ֆիլտրված հարցազրույցին նախորդել է հետևյալ տեսարանը, խոսակցություն է եղել իր եւ իր մերձավորների շրջապատի միջև մոտավորապես այս բովանդակությամբ, իրենց սիրած բառերով, շեֆ ջան, մենք ինչ սուտ ասես հորինել ենք, բայց ոնց որ այդքան էլ չի անցնում, ոչ մեկի մեջ չի տպավորվում, հետևանքներ մեզ համար դրական չի ունենում, ում համար որ ուզում ենք բացասական հետևանքներ չի ստացվում, հետևաբար մի բան է մնացել, պիտի դու սկսես հրապարակել իբր ինչ-որ անձնական խոսակցություններ։ Դե մենք բոլորս էլ Սերժ Սարգսյանի բնավորությունը հիանալի գիտենք։ Երբեք չի խոսելու, չի բարձրաձայնելու անձնական խոսակցությունները։ Մենք էլ ոնց ուզենանք մեր ասած տեքստերը կֆռացնենք։ Հուսով եմ Բագրատ Միկոյանական մանրապատումները շուտով կվերանան, իրենք էլ կհասկանան մեզ, որ դավաճան Նիկոլի դեմ պայքարը այլընտրանք չունի։